Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, ես խոստացա, որ այս շաբաթօրը այսօր այսինքն պիտի լինեմ YouTube-ում ու մի քանի հարցեր կա, որ դրանց մասին ուզում եմ խոսել, բայց այսօր ես չգիտեմ ինչ ա կատարվում այս YouTube-ի անալիքի հետ, չգիտեմ ինչ սխալ բան արեցի, թե տեղ է ինչ-որ մի բան խառնվել, հենց YouTube-ում ինչ-որ մի բան խառնվել էր, որտև միայն վերջին մասը այդ իմ լայվի հաջող ուղարկեց եթեր, հիմա ես ուզում եմ ուղղակի նորից լայվ անել ու պարզաբանել մոտավորապես, թե ինչի մասին էր խոսքը, ուրեմն ժողովուրդ ջան, ուզում եմ նախ անոնս անել, որ վաղը անպայման նայեք Արամ Ավետիսյանի ելույթը, որը լայվը ներողություն, Արամ Ավետիսյանի լայվը վաղը միշտ ինքը 10:45 Հայաստանի ժամանակով այդ ժամանակը անում այդ ժամանակը հասցնում լինում YouTube-ում ու անպայման նայեք, որովհետև ինչ-որ մի կին Լեյլա տատիկը պիտի պատմի Քոչարյանի մոր արկածները ու հաստատում է, որ իրոք դրա հայրը Սաիդն է, որ թուրք է, ադրբեջանցի է, այսինքն ժողովուրդ ջան, ես իզուր տեղը ոչ մեկի ոչ մի բան չեմ ասի, ես որ դրան ասում եմ ԲՀԲ, ուրեմն այդ հապավումը դրա մասին, ուրեմն մի բան գիտեմ, որ ասում եմ, ժողովուրդ ջան, մի խոսքով վաղը Լեյլա տատիկը կհաստատի դրա ԲՀԲ լինելը, դե գիտեք չէ, արդեն նոր իմ ալիքում նոր լիրողները ասեն, որ ԲՀԲ նշանակում է բոզ հասմիկի բիչ, ժողովուրդ ջան, այդքան այդ բոզ բառից բան չլնեք, որտեղ դա հապավում է, նշանակում է բարոյական օրենքների զուրկ, այսինքն սրա մայրը եղել է բարոյական օրենքների զուրկ ու ինչ-որ մի Սաիդի հետ ստեղծել է սրան, դուրս է գցել ու չգիտես ինչի այս այլանդակությունը հայտնվեց Հայաստանում ու ամբողջությամբ շուռ տվեց մեր պատմությունը հայ ժողովրդի Հայաստանի ընթացքը ու շատ դժբախտություններ բերեց մեր ժողովրդի գլխին ու հիմա էլ ինչի մասին եմ ուզում ասել, բերանը ծռած ընկել է եթերները, սրա սիրուհին այն անճաշակ Ագնեսա Խամոյանը ինչ-որ բան էր կազմակերպել, ասուլիս էր, թե ասուլիս մամուլի, որտեղ հավաքվել էին իհարկե իրանց հիմնականում իրանց լրատվականների, իրանցից սնվող լրատվականների լրագրողները, որովհետև այդ հարցերը, որ տալիս էին, կարելի ասել անիմաստ հարցեր էին ու վաղուց բոլորիս հայտնի էր դրա պատասխանները ու չգիտես ինչի, թե ումն էր պետք դրա այդ բարբաջանքները, դրա այդ ստերը, բարբաջանքները, դրա այդ հետամնաց, այդ երևույթը, որ լսում էիր դրան, նես տպավորություն էր, որ չի ապրել հետագա տարիները, դա ապրել է միայն իր այդ 10 դժբախտ տարիներին, որ եղել է Հայաստանի նախագահ դժբախտ եւ մեր ժողովրդի համար դժբախտ եւ իր համար դժբախտ, բոլորի համար դժբախտ տարիներին, ապրել է մենակ այդ ժամանակ, դրանից հետո չի ապրել, ոչ մի բանից տեղյակ չի, դա իհարկե տեղյակ չի լինի, զբաղված է եղել իր միլիարդները տեղավորելով, իր գողոնը տեղավորելով։ Երկու պահի եմ ուզում ես անդրադառնալ, երբ որ ասում է այդ ռելսերը, այդ 40 կիլոմետրանոց ճանապարհի վրա 40 միլիարդ պիտի ինչ է այդ ռելսերը ոսկուց են լինելու, հիմա քեզ ասեմ, այ բիո չատլախ եմ ասում, ժողովուրդ ջան, որովհետև սա ծնված օրից է չատլախ,
Մարդիկ կան, որ հանգամանքների բերումով կյանքն է ստիպում եւ այլն չատլախանում են, բայց ծնված օրից է չատլախ, բիո չատլախը, ու ժողովուրդ ջան, հիմա ասեմ ես բիո չատլախին, որ այդ ռեսերը երբեք ոսկուս չեն լինում, հենց երկաթից են լինում, բայց քանի որ դու այդ երկաթները քանդեցիր, ավիրեցիր, վերածեցիր ոսկու ու մցրեցիր ադրբեջանցիների կողմից լոճած, լավ լսի, լոճած քո ու քո թոփան անբարոյական գորտանման կնոջ Բելա Քոչարյանի ծակերը մցրեցիր, լոճած էր, որ այդքան բանը տեղավորեցիր, իսկ հիմա ստիպված են զրոյից կառուցել այդ երկաթուղին, զրոյից տականք։ Մի բան էլ եմ ուզում դրա բարբաջանքներից հիշեցնել, որ ասում է մեզ բոլորիս հայտնի Անին հարց տվեց, որ այդ ոնց է այդ ժողովրդի կողմից սիրված Դեմիրճյանին հաղթեցիք, բայց Փաշինյանին չես կարողանում հաղթել։ Ու սա ասում է, այդ հարցի պատասխանը ես չունեմ, ես ունեմ։ Ասեմ անի, ոնց հաղթեց Դեմիրճյանին, որտև այդ տարիներին ես ապրել եմ Հայաստանում, եղել եմ Հայաստանում, ու լավ հիշում եմ, որ իրանց կողմից մոբիլիզացված անբարոյական կանայք 5000-ներ էին բաժանում ժողովրդին, 5000 դրամ, որպեսի ընտրեն սրան։ Ու բացի դա, այդ ընտրատեղամասների մոտ կանգնած էին Ղարաբաղում կռված տղաներ, որոնք պիտի ապահովեին էլի սրա ընտրությունը։ Նրանց էլ խաբել էին, որ սրա պիտի անպայման նախագահ դառնան, որտեղ ես երբ որ գնացի ընտրամաս մի տղայի ճանաչեցի տեղից, ես գիտեի, որ ինքը մեր շրջանում այդ չի ապրում, ու զարմացա, որ տեղ տեսած ինչ ես անում ստեղ, բա եկել ենք ապահովենք, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեն, ասի հետով է, բա Արցախի նախագահն է եղել ու որ Արցախի հարցերը լուծի, ասի լսի, ասի, ես ինքս ասի, ես անձամբ Դեմիրճյանն եմ ընտրելու, որտեղ Դեմիրճյանից լավ ոչ մեկը Արցախի հարցերը չի լուծի, ու տենց էլ արեցի, Կարեն Դեմիրճյանին ընտրեցի, բայց ցավոք սրտի ժողովուրդ ջան, 5000 դրամ վերցնողները ու սրանցից վախեցողները շատ եղան, ու սա կարողացավ կեղծ ընտրություններով, այդ ճանապարհներով, այդ ձևերով, որից տեղյակ չի, պատասխանը չունի, չգիտի, կարողացավ անցնել առաջ։ Իհարկե Դեմիրճյանը այնքան հայասեր ու հայրենասեր մարդ էր, որ սուսուփոս մի կողմ քաշվեց, որպեսի բախումներ չլինեն, որովհետև գիտեր սրա տեսակը, ու այդ մարդիկ մտածեցին երևի դե իրանք քանի իրանց պայքարով, իրանց հայրենասիրությամբ ամեն ինչով թույլ չեն տա, որ այս տականքը իր ինչ-որ եսի մինչեր անի, բայց այն, որ սա կեղծ ընտրություններով արդեն պարզ էր ինչ է անելու ու ով է սա։ Դա պիտի հաշվի առնվեր, բայց չգիտեմ ինչի Դեմիրճյանը ուղղակի խնայեց ժողովրդին, որպեսզի բախումներ չլինեն, մի կողմ քաշվեց այդ մարդը, ու սա չգիտի հոկտեմբերի 27-ը ոնց եղավ, սա չգիտի մարտի 1-ը ոնց եղավ, սա չգիտի ինքը ոնց ընտրությունները կեղծեց, սա չգիտի թե Պողոս Պողոսյանին ոնց սպանեցին, տեղյակ չի ես մարդը,
Բա ինչից ես դու տեղյակ այդ շատ լավ։ Մենակ քո տղամարդ սիրուհիներից ես տեղյակ, հա, դրանով ես զբաղված եղել, դրա համար ոչ մի բանից տեղյակ չես, չէ, մենակ դրանով ես զբաղված եղել, ու թալանով, ու թե որտեղից ինչ թալանես, ոնց լավամարդ լնես, որտեղ շահ ունենաս, Հայաստանի կարևոր ստրատեգիական օբյեկտները, ումը ծախես, ումը վաճառես, որ երկրի տրամադրության տակ դնես, որ տեղը պնդես, այ տականք, պադոշերես, տականք, բիոչատլախ։ Դե հիմա երբ որ լսես Արամ Ավետիսյանի հրավիրած այդ կնոջը, թող այն ժամանակ տեսնեմ այդ քո գոմիկ լակոտը, ինչա էլի ասելու իմ հորը ով թուրք կասի, լսի այդ գոմիկ, քո հերը հենց ադրբեջանցի ա որ կա, ու քո տատը ադրբեջանցու հետ լկրտվելով ա դուրս ցնգնել քո պապային, ու քո երակներում էլ ա այդ նույն արյունը, դրա համար դու տենց լկտի ես, լկտի, ու Մոսկվան համալրեց լկտիների շարքը, քանի որ սա ընդեղ ասեց, որ գնաց Կիրենկոին ասեց, որ գիտես, ես ժողովուրդը ես տենց հարգանքսեր չեմ վայելում ժողովրդի մոտ, անենց մեկին ուղարկեք, որ ժողովուրդը վստահի, ու փաթեթավորեցին տաշիցիներին, կոմպլեկտավորեցին, ընտանյոք հանդերձ ուղարկեցին Հայաստան, որ ստեղ համագումարներ անեն, ժողովրդին խաբեն, ու գիտեք հետաքրքիրը մեկ էլ որն է ժողովուրդ ջան, որ սա կրկնեց նույնը, ինչ որ ասեց Նարեկ կոչված տղաս Բուլկին, որ այս թրիփը վտանգավոր է Հայաստանի համար, որ հարկավոր է, որ այդտեղ մասնաբաժին ունենան նաև Ռուսաստանը ու Չինաստանը, ինչ Ռուսաստանի ու Չինաստանի մասին է խոսքը, երբ որ 3 երկրներ կնքել են պայմանագիր, Ադրբեջանը, Հայաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրանց պայմաններով, կետերով, որտեղ ես բերում մտցնում քո Ռուսաստանն ու Չինաստանը, որ դառնան փայատեր, որ